Հասցրել ես վերլուծել, ինչ տեղի ունեցավ երեք։ Արտասովոր ոչինչ տեղի չի ունեցել։ Տեղի է ունեցել այն, ինչը բեմից հայտարարվեց։ Արդյոք մարդիկ ուզում են մնալ այստեղ, թե չեն ուզում մնալ այստեղ։ Ովքեր ցանկացան մնալ այնտեղ, մնացին, իսկ ովքեր չցանկացան, նրանց նախաձեռնության անդամների մի մասը ուղեկցեց այստեղ, որովհետև մենք միշտ հայտարարել ենք, որ լինելու ենք ժողովրդի մեջ։ Այսինքն, այնտեղ էլ ենք մարդ ունեցել, այստեղ էլ ենք մարդ ունեցել։ Հիմա թե բախտս բերես չբերեց, ես էի այստեղ ուղեկցողը։ Դա արդեն հանրության քննարկելիք հարցն է։ Ես չեմ կարծում, որ այստեղ ինչ-որ արտասովոր բան է տեղի ունեցել։ Ուղղակի նախաձեռնությունը Բաղրամյան պողոտայում այլևս նախաձեռնող չէ։ Այս պահի դրությամբ։ Երեք եղավ քո հայտարարությունը, նաև հայտնվեցին պաստառներ ու այսօր առավոտյան արդեն հնչում են որակումներ, թե Ազատության հրապարակ եկողները դավաճաններ էին, դավաճանել են իրենց, ինչպես եք վերաբերում այդ գնահատականներին։ Նորմալ, դա այ խասյաթ է, բոլորն էլ պետք է անեն։ Ցանկացած անգամ կարող են լոլիկով խփել։ Դա սովորական երևույթ է։ Ինչի դեմ այդ հարցի շուրջ ոչ մի կարծիք չեմ կարող ասեմ, որովհետև ամեն մեկը յուրովի է մտածում։ Մարդկա նորմալ է մտածում, մարդկա նորմալ չի մտածում, շատ սովորական բան է։ Պարոնիկ, դուք որոշում կայացրեցիք նախաձեռնող խմբով տեղափոխվել այստեղ, քանի որ իրականում վստահություն կար, հա, որ ոստիկանությունը ուժեր կիրառելու։ Ոչ թե որոշում։ Նախագահի որոշումը ըստ էության բավարարում էր նախաձեռնությանը։ Ոչ ոստիկանության ուժի մասին է խոսքը, ոչ նախագահի որոշման մասին է խոսքը, ոչ էլ նախաձեռնությունը որոշում է կայացրել։ Հանրությունը բաժանվեց երկու մասի, կապ չունի քանի տոկոս հարաբերությամբ։ Մի մասը որոշեց լինել Ազատության հրապարակում, ես ինքս նախաձեռնության մի քանի անդամների հետ եկել եմ այստեղ, ոչ մի արտասովոր բան չկա։ Ուղղակի այնտեղ հնարավոր արդեն չէր լինի կառավարումը մեր կողմից, որովհետև հայտնվել էին մի քանի կառույցներ, չգիտեմ դրանք անհատներ, ովքեր հարցը տեղափոխում էին լրիվ ուրիշ հարթակի վրա, ինչը մեր վերահսկողությունից դուրս կարող է լինել այդ ժամանակ։ Դրա պատճառով մենք այս պահին Բաղրամյան փողոցում որպես նախաձեռնող այս պահին հանդերձ չենք գալիս։ Իսկ այս պահին, եթե դուք վերլուծում եք, իրականում Սերժ Սարգսյանի հայտարարությունը հաղթանակի մի մաս էր, հա, ինչպես առաջին օրը դուք հայտարարեցիք, հա։ Մենք այդպիսի բան չենք էլ հայտարարել։ Սա ուղղակի հետ քայլ էր, ոչ թե առաջ դեպի ժողովուրդը, այլ հետ քայլ իրենց համար։ Իրենք իրենցից մեկ քայլ հետ դրեցին։ Սա ոչ հաղթանակ է, ոչ է, սա ուղղակի մեծ ճանապարհի մի հատվածն էր, որը իրանք զիջեցին։ Որը ինչը կարծում եմ հանրության ճնշման ներքո թե այստեղ, թե այնտեղ, որտեղ մենք բոլորս երկու տեղում էլ լինելու ենք։ Կարծում եմ այդ ճնշման ներքո եւ խելացի ոչ միայն փողոցային, այլ նաև իրավական հարթության վրա միգուցե կարողանանք իրավական հարթությունը, որտեղ հիմնականում իրանց ձեռքում է դա ճնշումը փողոցային ավելի ուժեղ պահել եւ նաև աշխատել են մյուսի վրա, որպեսզի կարողանանք ավելի ռացիոնալ ու արագ հասնել ճիշտ մեր ուզած պահանջի պատասխանի։ Իսկ դուք շարունակելու եք, որոնք են լինելու ձեր հետագա գործողությունները եւ արդյոք ընդունելու եք Սերժ Սարգսյանի, այսպես ասած, հրավերը եւ ընդգրկվելու եք աուդիտի հանձնաժողովի կազմում մասնակցելու ուսումնասիրություններին։ Դա դեռ քննարկման փուլում է։ Դա դեռ հստակեցված չէ, արդյոք մենք կմասնակցենք այդ աուդիտին, թե չէ։ Դա ընթացքում կհայտարարենք մենք։ Իսկ դուք կապ պահում եք Բաղրամյանի ձեր գործընկերների հետ, մասնակիցների հետ եւ մի հարց, ովքեր են հիմա ավելի ճիշտ երեք հայտնվեցին այդ բարիկադների վրա եւ ովքեր են հիմա այնտեղ պայքարը առաջնորդողները, այսպես ասած։ Անկեղծ ասած չգիտեմ ովքեր են եւ արդյոք առաջնորդում են թե չէ, բայց ես հենց նոր այնտեղ էի, Բաղրամյանից եմ գալիս, այնպես որ Ո՞ւս ընդունեցին։ Նորմալ ժողովուրդ ջան, ոչ ես ազգի դավաճան չեմ, որ ինձ նորմալ չընդունեն կամ չգիտեմ։ Երեք էին իրենք այդպես վան։ Դա էմոցիոնալ ֆոն երեք ես էլ էի էմոցիոնալ։ Բայց ամեն ինչ հանգստության մեջ է պետք որոշել։ Պայ ազդեցության տակ կայացրածը դա դեռ չի նշանակում, արածը չի նշանակում, որ մարդը եսի ինչ է արել։ Միգուցե մարդը սխալվի, բայց դա չի նշանակում, որ դավաճան է։ Իսկ ինչ պատրաստվում անել, Վաղինակ, միգուցե նորից հետ վերադառնաք, որոնք են ձեր հետագա գործողությունները։ Հետագա գործողությունների մասին կտեղեկացնենք, որովհետև այս պահին քննարկման փուլում են դրանք։ Այսինքն կա հնարավորություն նորից հետ վերադառնալ։ Ամեն ինչ էլ հնարավոր է։ Դա ինչից է կախված լինելու հետ վերադարձը Բաղրամյան պողոտան։ Որպես նախաձեռնություն հանդես գալու համար։ Որպես անհատ ես կարամ հենց հիմա էլ գնամ, նոր ասեցի, ես այնտեղից եմ գալիս։
Այնտեղից եմ գալիս, գնացել եմ ընկերներիս տեսնելու, տեսնեմ ինչ վիճակ է այնտեղ տերում, ամեն ինչ խաղաղ էր եւ ես հետ եմ վերադարձել այստեղ, որովհետեւ այստեղ վերադառնալը պետք էր, որովհետեւ Որպես նախաձեռնություն այնտեղ վերադառնալու շանսերը որոնք են։ դեռևս սպառս չեն դրանք։ Դեռևս սպառս չեն։ Պայմանավորված այդ Որովհետեւ չէ, նախաձեռնության ներսում կարող եմ պաշտոնապես հայտարարել, որ նախաձեռնության ներսում տարաձայնություններ չկան։ Ուղղակի վերջին 4 օրերի ընթացքում այնտեղ այնպիսի խմորումներ էին գնում, կոնկրետ աշխատանքներ էր տարվում նախաձեռնության վրա, ինչը կարծում եմ ոչ թե իրենց հաջողվեց, այլ մենք թույլ չտվեցինք, որ մինչև վերջ իրենց ուզածին հասնեն։ խմորումների մասին։ Դե հարցը տեղափոխում էին լրիվ այլ հարթակ։ Օրինակ, Քաղաքական հարթակ։ ովքեր մասնավորապես։ Մասնավորապես չեմ ցանկանա նշել, թե ովքեր էին նրանք։ Իսկ նախաձեռնող խումբը ամբողջությամբ տեղափոխվել է այստեղ, թե մասնակիցներ կան, որ մնացել են Բաղրամյան։ Ամբողջ գիշերվա ընթացքում եւ այնտեղ են եղել, եւ այստեղ։ Եվ այնտեղ եւ այստեղ, որովհետեւ մենք նշել ենք, մենք լինելու ենք ժողովրդի հետ։ Որտեղ կլինեն ժողովուրդը, այնտեղ կլինենք մենք։ Ես ուղղակի երեկոյան վատ եմ զգացել, ինձ տուն են տեղափոխել, հիմա ես լրիվ լավ եմ, այսօր համանդեղ եմ լինելու, համստեղ եմ լինելու, երկու տեղում էլ լինելու եմ։ Իսկ ինչ է խանգարում, եթե ի վերջո մեկ միասնականություն լինի, որքան հասկացանք Բաղրամյան պողոտայում մեծամասնությունը մնաց։ Մեծամասնությունը էմոցիոնալ ֆոնի վրա մնաց Բաղրամյան պողոտայում։ Հնարավոր է, այսինքն, եթե էմոցիաները անցնեն, Ամեն ինչ հնարավոր է, ամեն ինչ հնարավոր է։ Նկատի ունես էմոցիոնալ ասել։ Դա հենց այն ռադիկալ գործողությունների դրթողների էմոցիաների տակ մնացին։ դուք ասացիք, որ ոստիկանության հետ ժամը 5-ին այսօր իրազեկման եղան Բաղրամյանից սկսած մասնակցել։ Այո։ Դուք երեք ասել եք, որ անձամբ եք ոստիկանապետին խնդրել երեկոյան ուժ չկիրառի, հա, եղել է նման բան։ Եղել է անձամբ ոստիկանապետն էլ հայտարարել է, որ այդպիսի բան եղել է։ Ես ինքս խնդրել եմ ոստիկանապետին, որ ուժ չկիրառի։ Իսկ այն հայտարարությունները, թե դուք գործարքի եք գնացել իշխանությունների հետ վաղինակ։ Ինչպես։ Որ դուք գործարքի եք գնացել իշխանությունների հետ եւ դա է պատճառը եղել, ոչ թե այնտեղի խմորումները։ Մենք ինչպես հայտարարել ենք, երբևիցե դուրս չեն գալու իրենց հետ կոնտակտի։ Այսքան բան։ Բաղրամյան իրազեկման եղած հետո հնարավոր է գնաք Բաղրամյան թե մնալ եք այստեղ։ Բոլորի մասին է խոսքը։ Ես բոլորի անունից չեմ կարող խոսալ։ Այն մարդիկ, որոնք որ օպերամ են հավաքում։ Ես ուղղորդելու իրավունք չունեմ։ Անձամբ ես համ այստեղ եմ լինելու, համ այնտեղ եմ լինելու, հարգելիներս։ Հնարավոր ֆիզիկապես։ Հնարավոր է, կգամ այստեղ կտեսնեմ ամեն ինչ կարգին եք, այդ համանդեղ կտեսնեմ ամեն ինչ կարգին։ Խնդիրը որ միասնականություն չլինի, որպեսզի եւ այստեղ եւ այնտեղ անդադար։ Որովհետև այնտեղ կան այնպիսի ուժեր, որոնք քաղաքական հարթություն են տեղափոխում։ Օրինակ երբ գնացիր այսօր Բաղրամյան պողոտա, դու զգացիր այդ նույն փոփոխությունները դրա։ Այս պահին այնտեղ ամեն ինչ հանգիստ է, ինչպես ամեն օր։